Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք ղանձիլի աղցան եւ տապակա։ Ուրեմն հիմա ես ցույց տամ, ես նախապես բոլորը մաքրել եմ, լվացել եմ, պատրաստի վիճակում։ Այս մի քանի հատ էսպես թողել եմ, նայեք, ղանձիլը սա է։ Ինչպես բլդրղանը, շուշանացն է, փակա, այդպես էլ ղանձիլը։ Իրան եւ թթու ենք դնում եւ տապակում ենք, շատ համեղ է լինում սիրելիներս։ Հիմա ես ցույց կտամ, ես եւ թթուն եմ փակել եւ տապակի համար եփել եմ սարսափցիկ դրել, որպեսզի երբ ցանկանանք հանենք տապակենք, շատ համով է լինում նախապես ասեմ։ Ուրեմն մեզ տապակի համար ես այսա առանձին տերևներն եմ կտրել, խաշել եւ առանձին կոթերն եմ խաշել։ Առանձին խաշել եմ, բայց տապակելու ժամանակ միասին պետք է տապակեմ։ Իսկ աղցանի համար սիրելիներս մեզ միայն պետք է այսպես հում կոթերը։ Չենք խաշելու, ոչինչ չենք անելու, նայեք, այսպես հում կոթերը մենք հիմա աղցան կանենք, իսկ սա արդեն տերևներն ու հենց իրան ղանձիլը տապակա։ Դե սիրելիներս, հիմա ես նաև ցույց տամ, որ փակել եմ նաև թթուն։ Վարքյան նայեք սիրելիներս, ցույց տամ ղանձիլի թթուն, նայեք այսպես։ Այսպես սիրելիներս նայեք, այսպես շատ համեղ է լինում թթուն էլ սիրելիներս, սա թթուն է, հիմա տապական է ցույց կտամ, որը որ սարսափցիկ եմ ուղարկել, նայեք սիրելիներս, այսպես նորից մի 2-3 րոպե խաշել եմ, սառաջելի մեջ պահել ու քամել, եւ այսպես լցրել եմ առանձին պակետները, տեսնում եք եւ տերևներն է եւ կոթերն է, այսպես բոլորը եւ ուղարկեմ սարսափցիկ եւ ցանկանանք տարվա օրներ ցանկանաք հանեք եւ տապակեք, շատ համեղ է լինում եւ արագ է լինում եւ համեղ է եւ ասեմ շատ օգտակար է։ Դե սիրելիներս, հիմա մենք սկզբից պատրաստելու ենք աղցանը, այս բոլորը տեղավորեմ եւ սկսեցինք։ Դե սիրելիներս, հիմա տապակի համար այս կվերցնենք եւ դե սիրելիներս, աղցանի համար ասեցի չէ, այսպես վերցնում ենք ու մանր կտրտում, նայեք։ Հիմա արագ բոլորը կտրտեմ եւ ասեմ ինչ է հարկավոր մեզ ընդհանուր աղցանի բաղադրիչները։ Ղանձիլը, ինչպես ասեցի, սիրելիներս նայեք ինչքան լավն է։ Գազար, հավի կրծքամիս եւ սամիտ։ Մի քիչ է սև պղպեղ աղացած։ Ու մայոնեզ, ուրիշ ոչինչ պետք չէ, սիրելիներս։ Հիմա այսպես փոքր մանր կտրտելուց հետո բոլոր կոթերը նայեք, շատ համեղ եղնում սիրելիներս, շատ պատրաստեք, կհամոզվեք, ասեմ, որ եթե կցանկանաք գնել, ամենտեղ ծախում են, ամենտեղ վաճառվում են, չի որ ասենք, մեր Հայաստանում ի նկատի ունեմ, մեր լոռում, այսպես նայեք, բոլորն էլ ինձ թվում է գիտեն, ես էլ եմ ասում, ես մի քանի հատ այսպես թևերով պահել եմ, որ ցույց տայի, բացատրեի ելիներս, վերջ, հիմա նրան լցնելու եմ, ջուրը արդեն եռացել է, եռացրած ջուր, հիմա լցնեմ ջուրը, հիմա նայեք, եռացրած ջուրը լցրել եմ, նայեք, շատ տաք է եւ նաեւ այսպես լցնում եմ երկու
ճաշի կթալը բավական է եւ այսպես խառնում։ Հիմա բերանը կփակեմ, սիրելիներս, այդ ընթացքում սա մի 15 րոպե կմնա։ Այդ ընթացքում մենք մտածած արդեն մնացածները կսկսենք մանրացնել, սիրելիներս։ Հիմա մինչև մի 10-15 րոպե պես մնա եռացած քացախաչերի մեջ, այսպես հիմա մի քանի մասի բաժանեմ եւ արագ ոչ ջորկելու ենք, ոչ մի բան, այսպես հավի կրսկամիսը հիմա սա հեռացնեմ, որպեսզի ավելի լավ լինի։ Բերեմ աղցանամանը, սիրելիներս, եւ այսպես։ Ուրիշ ոչ մի բան մեզ պետք չէ, սիրելիներս, հենց ինքը միմիայն ղանձիլն է, այսպես, նորից նույն չափի, գազար, սամից, աղացած սև պղպեղ, սիրելիներս, եւ մայանեզ, ու վերջ։ Ուղարկելու ենք սառնարան մի կես ժամ, համեր ամբողջությամբ իրար խառնվեն եւ արդեն պատրաստ է մեր աղցանը։ Շատ համեղ է, դուք է պատրաստեք, սիրելիներս, եւ կհամոզվեք, ինչքան լավն է լինում։ Ուղարկում ենք, հիմա գազարը ջորկելու ենք, մինչև այս բոլորը անում ենք, արդեն ժամանակը լռանում է, սիրելիներս։ Սամիտներ կպատրաստենք, հիմա այսպես, մեկ գազարը բավական է, հիմա սամիթը տապակի մեջ էլի միմիայն սամիթ եմ օգտագործում եւ սալաթի մեջ եւ տապակի մեջ, սիրելիներս, սամիթը շատ համեղ է լինում, ես այդպես եմ անում, այսպես լավ մանրացնենք, ավելացնում ենք աղցանը, սիրելիներս, այսքանը բավական է։ Հիմա քամում ենք եւ ավելացնենք աղցանին։ Հիմա մինչև քամելը ուզում եմ մի հատ ցույց տամ, նայեք, ոնց արդեն թուլացավ եւ այդ իրեն սուր համն է կորչում, այդ սխտորի համը քացախաչերի մեջ եռացրած եւ այսպես թուլանում է, նայեք։ Հիմա կքամեմ եւ կավելացնեմ աղցանը, սիրելիներս։ Դրա համար ասեցի մի հատ այսպես ցույց տամ, նայեք։ Արդեն ամբողջությամբ ժամանակը լրացել է։ Հիմա արդեն քամեցի, սիրելիներս, նայեք։ Եվ ինչ ենք անում։ Համուր նորից կլցնեմ։ Որպեսի լավ ցամաքացնեմ, մենակ քամելը չի, նայեք, սիրելիներս, նորից վրան մի հատ
Հիմա նայեք սիրելիներս, արդեն ամբողջը լցրեցի, ավելացնելու եմ այսպես մի փոքր աղ, այդ ընթացքում մենք համը կնայենք և սև աղացած պղպեղ, նայեք, բավական էսքան, մի հատ խառնենք, ավելացնենք մայոնեզ, հիմա բերանը կփակենք և կուղարկենք սառնարան, որպեսզի համերը խառնվեն, լավ սառի ու մատուցենք արդեն։ Այսպես, սիրելիներս։ Սրան ուրիշ ոչինչ պետք չէ։ Սա արդեն պատրաստ է։ Մայոնեզը նորից կավելացնենք, ոնց որ քիչ էր, մի քիչ էլ ավելացնենք մայոնեզ։ Սիրելիներս։ Էլ եմ ասում, ես միշտ պատրաստում եմ, մենք շատ ենք սիրում։ Թե աղցանա, թե թթուն, թե տապական, տարվա որ եղանակին էլ պատրաստեք, շատ համեղ է։ Հիմա նայեք սիրելիներս, բերանը կփակեմ, կուղարկեմ սառնարան և կանցնենք արդեն տապակին։ Նայեք, արդեն պատրաստ է։ Հիմա կտե փոխափոխեմ արդեն։ Հիմա մինչ մեր աղցանը համերը կխառնվեն իրար, կսառի, պատրաստում ենք տապակը։ Հիմա նայեք սիրելիներս, տապակներ մի քիչ ավելի շատ ենք։ Խառնելու ենք նրա, միասին ենք տապակելու և տերևները և հենց այսպես իրան։ Հիմա սա էլ այսպես նորից մանրացնենք, սրանք արդեն խաշած են, ասեցի չէ, նախապես մաքրել եմ, լվացել եմ, խաշել եմ։ Եվ հեշտ է, և համեղ է, սիրելիներս։ Հիմա ամբողջը մանրացրեցի, խառնելու եմ նրան, ինչ ենք անում, համանվերցնենք, սիրելիներս, սոխը մանրացնում ենք, դեն սիրելիներս, բուսայողը լցրել եմ արդեն, գազը վառել եմ, նայեք, բուսայողը լցրել եմ, հիմա նաև կարագ եմ լցնելու, այ այսպես, թողնում ենք լավ տաքանա, նոր սոխը կլցնենք, այ այսպես սիրելիներս, արդեն կարագն է հալեց, բուսայուղի հետ և ավելացնելու ենք այ այսպես սոխը,
Եվ թողնելու ենք լավ սոխարը ցեղնի։ Դենց սիրելիներս անայք արդեն ժամանակն է, որպեսի լցնենք։ Այսպես։ Այսպես ենք լցնում։ Այսպես։ Եվ լավ խառնել ենք, հիմա լավ խառնել։ Որ լավ տապակվի սոխարեցի մեջ։ Հիմա բերանը կփակենք, այսպես, սիրելիներս, թող լավ տապակվի։ Տապակվելուց հետո ավելացնելու ենք ձու, աղ, սև պղպեղ և սամիտ նորից։ Հիմա մի քիչ այսպես աղ ենք ցանում, նորից խառնում ենք։ Եվ թողնում նորից, լավ տապակվի։ Այդ ընթացքում կոտրելու ենք 2 ձու, սև պղպեղ ավելացնենք։ Այսպես։ Եվ բերանը փակում սիրելիներս։ Դրանից սիրելիներս արդեն լավ տապակվեց, հետո այսպես լցնելու ենք վրան։ Կփակենք, չենք խառնում հիմա, փակում ենք, որպեսզի ձուն մեջը արդեն էփի և նորից կբացենք կանաչին կանենք վերջում արդեն։ Հիմա արդեն այսպես արդեն խառնելու ենք սիրելիներս։ Տեսնում եք ինչքան լավն է։ Դրա համար եմ ասում, հենց ձուն լցնում ենք, պետք չի խառնել անմիջապես։ Պետք է թողնենք այսպես։ Տեսնում եք արդեն մեջին լավ տապակվեց ձուն, ծվածեղի նման։ Դա ինչքան լավն է։ Շատ համով է, խորհուրդ եմ տալիս սիրելիներս, դուք էլ արեք, դուք էլ պատրաստեք, հիմա արդեն վերջում սամիտն ենք ավելացնելու, և վերջ առատ սամիտ ենք անում, խառնում, մի 2 րոպե թողնում ու անջատում, կթողնենք լավ սամիթի համը կփոխանցվի և արդեն կմատուցենք։ Դեն սիրելիներս նայեք, արդեն ամբողջը պատրաստ է, թե մեր տապական, թե աղցանը, նայեք սիրելիներս, դուք էլ պատրաստեք, դուք էլ համտեսեք և կհամոզվեք սիրելիներս, յուրահատուկ համուն է, հավատացնում եմ։ Դե ինչ պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Այսօր այսքանը սիրելիներս, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, սիրելիներս, վերջ, այսօր այսքանը։